Լինում էր դեպքեր, որ որևէ երկրի նախագահի, օրինակ, ուղղակի դուք զանգահարել եք, չլներ ինչ-որ մի հարց, չլներ պետական դա արարողակարգի մաս, ինչ-որ բան, կամ իրենք ձեզ զանգահարեին, որ ասում իրար հալից հարցնեիք։ Ազնական հարաբերություններում մի քիմիա կա, ինչ որ մեկի հետ ստացվում է, մեկի հետ չի ստացվում, չէ՞, դա այն ժամանակ այո, նման կարգի քիմիա ձևավորվել էր Ֆրանսիայի նախագահի հետ, բավական հաճախակ ենք հանդիպում, այն ժամանակ Լեհաստանի նախագահի հետ Կվասնևսկի հարաբերությունները կար, Բուլղարիայի նախագահի հետ լավ հարաբերություններ էր, Պրվանով Գեորգի, Ռուսաստանի նախագահի հետ անկասկած իդեպ Ելցինի հետ եւ շատ ավելի մոտ հարաբերություններ ուղղակի Պուտինի հետ կան, այդպիսի Սլովակիայի նախագահի հետ հետարքիր Շուստեր նախագահի հետ հետարքիր հարաբերություններ էին ձևավորել։ Կարող եմ պատմել, թե օրինակ Դավոսում մենք նույն հյուրանոցում էինք մնացել, ինքը ինձ հրավիրեց իր մոտ, երբ արդեն իր սենյակում, իր հյուրանոցի այդ սենյակում, ասաց մի խմիչք կա, արի փորձենք, փոքր ռումկաներով, դա միայն իմ ծննդավայրում, իմ գյուղում են դա սարքում, մեր շրջանում, ուրիշտե աշխարհում այս խմիչքը չկա, ասացի փորձենք, օտարը հասկացա ինչ է, հոնի օղի էր, խմեցի, աս ինչքան ես ուզում դրանից քեզ ուղարկեմ, ասեց ոնց, ասի լսիր, մանկուց եմ ես այդ օղին խմում, չհավատաց, հենց հետ ենք եկել, այդ օղուց Ղարաբաղ խոսացի, Ղարաբաղում ընդունված էր եւ երկու արկղ միանգամից ուղարկեցի իրեն եւ բավական ջերմ հարաբերությունները շարունակվել է բավական երկար ժամանակ։ Մեկ անգամ Լեհաստանի նախագահի հետ այց էր պլանավորած, ինքը պետք է գար, հետո զանգեց, ասեց, գիտես, ասեց Ռոբերտ, բանա, ասենց ինչ որ բաներ կա, այցը հնարավոր է հետաձգենք։ Ու լինում է ասենց պետական այց նախատեսած կամ պաշտոնական այց եւ ինչ որ հանգամանքներ է բացվել եւ ինքը զանգեց, որ ես հանկարծ չմտածեմ այլ բան կամ չնեղանանք, որովհետեւ պրոտոկոլային ինչ որ միջոցառումներով պատրաստվել ենք արդեն։ Ասի մի տարբերակ կա, կներեմ, եթե քո ծնունդը ստեղ անենք։ Ծնունդն էլ 2 ամիս հետո էր։ Հետո եկավ իր ծնունդը ստե նշեցինք Սևանում միասին նշեցինք եւ հենց իր պաշտոնական այցը իր ծնունդի օրը հենց ընդունեց եւ այսպիսի դրվագներ շատ է եղել։ Ոնց եղավ, որ օրինակ Էդուարդ Էրնեքյանը, Քրքորյանը կարողացաք Հայաստան բերել եւ ներդրումներ կատարեն Հայաստան։ Եթե չեմ սխալվում, գինեգործությունն էլ չէ Էրնեքյանի հետ կապված, որ այստեղ զարգացավ։ Ինքը գինի էր արտադրում Արգենտինայում եւ ամեն տարի ինքը ինձ մի արկղ գինի էր ուղարկում նոր տարու վրա։ Եթե չեմ սխալվում, կարամ գինու բանել խաղողի սորտը Մալբեկ։ Հետո մեկ անգամ հանդիպելուց ասի, ես միջև երբ ես ինձ Արգենտինայից ինքնաթիռով ինքը իր սեփական որ գալիս գնում էր, ասի, ես միջև երբ ես այդ արկղ Արգենտինայից շալակած միջև ստե բերելու։ Ասես ծիծաղեց, ասեց, «Էլ չուղարկեմ»։ Այս չի ուղարկի, բայց ստեղի արջեցրած, ստեղի աճեցրած խաղողից, ստեղի սարկած գինուց, հետո երևի մի 2 ամսից հետո ինքը որոշել է ստեղ հող առնի, խաղողի այգիներ հիմնի եւ գինի արտադրի։ Կարած գինին հենց մեր այդ խոսակցության, այդ զրույցի արդյունքում ծնվեց։ Մարդիկ ուզում են իմանալ տուրնիկի վրա ժիմ քանի հատ եք անում եւ ամենաշատը վերջի ռեկորդը որն է եղել օրինակ։ Ջայել ժամանակ 28 անգամ ժիմ էի անում։ Լավ թիվա։ Բայց 10 հատ հենց հիմա էլ կանեմ։ Լավա թե լավ չէ, չգիտեմ։ Շատ լավ է։ Շատ լավ է։ Ես մեկ հատ չեմ կարող անեմ։ Քանի հատ։ Մի հատ։ Լուրջ կյանքում չեմ արել, չեմ փորձել, պարոն նախագահ։ Այդ լավը էս հիմա իմացա, եթե 2 ամիս առաջ իմանայիք, դաշինքը ուրիշ ֆորմատով։ Ես է ցուցակի մեջ չէի լինի երևի, պարոն նախագահ, չէ՞։ Լավը ուշ իմացանք,